Բարև ձեզ սիրելի կարիճիկներ, սա ձեր մեր աստղաբանական կանխատեսումն է 2026 կարմիր հրեղեն ձյու տարվա համար։ Եվ իհարկե ընդհանրապես 2026 թվականը սիրելի բարեկամներ, ինչպես եւ ես մշտապես նշում եմ, մեծագույն փոփոխությունների եւ արմատական տրանսֆորմացիաների տարի է լինելու բոլոր կենդանակերպերի համար, բայց հատկապես սա վերաբերվում է կարիճ կենդանակերպին եւ այժմ բացատրեմ թե ինչու։ Մինչ դա իհարկե սիրելիներս, քանի որ 26 թվականը, իհարկե եւ 25 թվականը բավականին ծանր եւ բարդ տարի էր, բայց հատկապես այդ կարմիր հրեղեն ձյու 2026 թվականը շատ ավելի լարված, սրընթաց, անկանխատեսելի կայծակնային փոփոխությունների տարի է լինելու եւ որպեսի բարդություններից խուսափեք, իհարկե նախ ցանկալի է գաք խորհրդատվության, դա չի քննարկվում, նամանավանդ որ հիմա գործում են զեղչեր մինչև տարվա վերջ 50%-ի չափով թե on-line խորհրդատվության համար, թե այցի համար եւ երկրորդը ցանկալի է բացի դրանից որ ցանկալի է հասկանալ թե որ ոլորտներում անձամբ ձեզ համար տեղի կունենան այդ փոփոխությունները, իհարկե պետք է պաշտպանվել անցանկալի երևույթներից եւ դրա լավագույն տարբերակը իհարկե անհատական այս կենդանակերպի քարերով, բնական քարերով այս թևնոցներն են, կարող եք եւ սա ձեռք բերել եւ հատկապես 9 մոգական քարերով այս 2026 թվականի գերհզոր մոգական քարերով այս թևնոցն է, որը տալիս է տարվա ընթացքում 9 տեսակի հաջողություններ, պաշտպանում է խնդիրներից, խոչընդոտներից, նպաստում է որ դուք հասնեք ձեր նպատակների իրականացմանը, այնպես որ անպայման ձեռք բերեք այս զարմանահրաշ մոգական թևնոցները։ Ես հիշեցնեմ նաև, որ տարեվերջյան զեղչերը վերաբերվում են նաև քարթալիսմաններին եւ նաեւ անհատական արծաթյա այդ ձեռքի աշխատանք թալիսմաններին 25%-ի չափով, որովհետեւ գալիք տարվա ընթացքում դրանք տիեզերական գների են լինելու արծաթի գնի թանկացման հետ կապված։ Իսկ այժմ ավելի մանրամասնենք, թե հատկապես որ ոլորտներում տեղի կունենան այդ մեծ եւ անկանխատեսելի փոփոխությունները կարիճ կենդանակերպի տակ ծնվածների համար, իհարկե ինչքան շատ մոլորակներ ունեք կարիճ կենդանակերպում, այնքան իհարկե այս կանխատեսումը ձեզ համար ավելի կոռեկտ եւ ավելի ճշմարտացի կլինի, բայց եթե միայն արեգակն է կարիճ կենդանակերպում, իհարկե պետք է գաք խորհրդատվության, որպեսզի հասկանանք թե ինչպիսի դրսևորումներ տեղի կունենան, որ ոլորտներում հատկապես կլինեն այդ փոփոխությունները ձեզ համար, բայց եթե տիպիկ կարիճ եք, ապա այս կանխատեսումը իսկական, ինչպես եւ ես, օրինակ ես տիպիկ կարիճ եմ։ Բազմաթիվ մոլորակներ ունեմ կարիճ կենդանակերպում։ Այս սա շատ կոռեկտ, շատ հստակ կնկարագրի 2026 թվականը ձեզ համար, սիրելի բարեկամներ։ Նաև դուք կարող եք այս կանխատեսումը դիտել, եթե գիտեք իհարկե ձեր ժամադիտակ, այսինքն ծագող նշանը, որ կենդանակերպում է գտնվում, եւ նաև լուսնի դիրքը։ Եթե գիտեք, ապա կարող եք բոլոր այդ 3 վիդեոներն էլ դիտել եւ ավելի ամբողջական պատկերացում կկազմեք, թե ինչ է ձեզ սպասում 2026 թվականին։ Եվ նախ եւ առաջ պետք է ասել, փոփոխություններ իհարկե բոլորին են վերաբերվել 2026 թվականին, բայց հատկապես կարիճներին եւ անկանխատեսելի կլինեն, հատկապես եթե դուք 25 թվականի ընթացքում չեք նախապատրաստել այդ փոփոխությունները, այսինքն գիտակցված չեք գնացել, ինչ-որ քայլեր չեք կատարել, որպեսզի այդ փոփոխությունները ավելի հստակ լինեն եւ ավելի կառավարելի լինեն ձեր կողմից։ Բայց եթե դուք այդ փոփոխությունները, այդ զարգացումները չեք ձևավորել ձեր քայլերով 25 թվականի ընթացքում, ապա 26 թվականին այսպես բարձրագույն այդ մոլորակները երբ փոխեն իրենց դիրքերը, նրանք կասեն, կներես, դու պարտավոր ես, դու պետք է դա անես, պատրաստ ես, թե պատրաստ ես, իհարկե բարձրագույն մոլորակներին չի հետաքրքրում, դուք պատրաստ եք այդ փոփոխությունների հետ, անկանխատեսելի զարգացումներին, թե ոչ։
նրանք արդեն իրականացնում, այսինքն այնպիսի իրադարձություններ են բերում ձեր կյանք, որ դուք ստիպված եք լինում այդ փոփոխություններին գնալ։ Բայց եթե դուք նախորդ տարվա ընթացքում 25 թվականի ընթացքում նախապատրաստել եք, այսինքն այդ ժամանակ 3 բարձրագույն մորակները Սատուրնը, Նեպտունը եւ Ուրանը դեռ նոր մի քանի ամսով փոխել էին իրենց դիրքավորումները։ Եվ ես իհարկե տարվա ընթացքում բազմիցս անդրադարձել եմ, նշել եմ, որ անհրաժեշտ է նախապատրաստել այդ փոփոխությունները, որովհետեւ 26 թվականի ընթացքում նրանք արդեն հիմնովին կտեղափոխվեն հաջորդ նշան եւ այնտեղ երկար ժամանակ կմնան։ Եվ այդ փոփոխությունները իհարկե կլինեն շատ տևական եւ շատ անկանխատեսելի եւ շատ երբեմն ցավալի։ Եթե դուք չեք նախապատրաստել, եթե դուք գիտակցված չեք վերաբերվել, չեք մոտեցել այդ, այսինքն կյանքի բոլոր ոլորտներում հավանական են այս փոփոխությունները եւ տարին սկսվում է նախ Նեպտուն մորակը անորոշության, չգիտեմ, մոգության, խաբեության, մանիպուլյացիաների մոլորակ Նեպտունը հենց տարվա սկզբից հունվարի 26-ին մուտք կգործի Խոյ կենդանակեր, որտեղ նա կմնա 12 տարի շարունակ եւ կփոխի իր նշանը միայն, այսինքն Խոյը կփոխի, կմտնի ցուլ միայն 2038 թվականի մայիսի 22-ին, այսինքն այդ փոփոխությունները շատ տևական են լինելու, եւ այդ բարձրագույն ծանրաքարշ մոլորակները մեկ նշանի շրջանակներում մնում են շատ երկար, 1-2 տարի չի, շուտ 12 տարի եւ բնականաբար շատ բազմակողմանի այսպես փոփոխություններ, իրադարձություններ են սպասվում եւ կարիճների համար դա 6-րդ տունն է, Խոյ 6-րդ աստղատունն է, որը նախ նշանակում է աշխատանք, պատասխանատվություն, առողջություն, այսինքն Նեպտունը 6-րդ տանը առաջացնելու է որոշակի խառնաշփոթ որոշ կարիճների մոտ աշխատանքային ոլորտում, առողջության ոլորտում, պատասխանատվության ոլորտում, անորոշությունը կարող է լինել շատ տարբեր, փոփոխություն աշխատանքի, կամ ձեզ շատ արագ կհեռացնեն այդ աշխատանքից, որտեղ դուք աշխատում եք, եւ դուք ստիպված կլինեք ինչ որ այնպիսի աշխատանք կատարել, որը ասենք նախկինում չեք արել, ինչ որ անորոշ աշխատանք կատարել, կամ ավելի ստեղծագործական աշխատանք, որտեղ Նեպտունը նաեւ ստեղծագործական մոլորակ է, դա բարձրագույն Լուսինն է, բարձրագույն Վեներան է, դա ստեղծագործական աշխատանք է նաեւ նշանակում, այսինքն դուք պետք է գալիք 12 տարիների ընթացքում սիրելի կարիճներ, ստեղծագործաբար մոտենաք ձեր աշխատանքի, եւ այդ դեպքում կհասնեք հաջողության։ Ես իհարկե տարվա ընթացքում կանդրադառնամ ավելի մանրամասն թե ինչ է սպասում կենդանակերպերին այս բարձրագույն մորակների դիրքերի փոփոխության պայմաններում եւ դիտանկյունից եւ դեկտեմբերի փետրվարի 14-ին Սատուրնը, սիրելի կարիճներ, այդ դժնդակ Սատուրնը, սահմանափակումների մոլորակ Սատուրնը, մեծ չարիք Սատուրնը, ուրեմն մուտք կգործի Խոյ կենդանակետ եւ այնտեղ կմնա շուրջ 2 տարի մինչեւ 28 թվականի ապրիլի 13-ը։ Եվ իհարկե Սատուրնը նույնպես 6-րդ տանն է լինելու 2 տարի շարունակ սիրելի կարիճներ, որը նշանակելու է ավելի մեծ ծավալի աշխատանք, այսինքն դուք ստիպված կլինեք ավելի շատ աշխատել, բայց դա չի նշանակում, որ դուք ավելի շատ կվաստակեք, այսինքն եթե պետք է նախապատրաստել այդ ամենը, որպեսզի ավելի շատ վաստակեք, բայց ամեն դեպքում ավելի շատ եք աշխատելու, ավելի մեծ պատասխանատվություն հնարավոր է ստանձնեք։ Նաև առողջությանն է վերաբերվում, սիրելի կարիճներ, պետք է ուշադիր լինեք այս 2 տարիների ընթացքում առողջությանը։ Բայց Սատուրն եւ Նեպտունը ընդհանրապես 6-րդ տանը նշանակում են մեծագույն եւ արմատական փոփոխություններ ձեր գործնական ոլորտում, ձեր վերաբերմունքի մեջ, ձեր աշխատանքի նկատմամբ, ձեր առողջության նկատմամբ, պատասխանատվության նկատմամբ, ահա այս ամենը այսպես բավականին թափ կտա ձեզ հենց տարվա սկզբից, սիրելի կարիճիկներ։ Եվ վերջապես երրորդ բարձրագույն մորակը, որը փոխելու է իր դիրքավորումը, դա Ուրանն է, դա տեղի կունենա 26 թվականի ապրիլի 26-ին,Ուրանը 7 տարի շարունակ մուտք կգործի երկվորյակն է, այնտեղ կմնա 7 տարի,
որը որ ձեր համար բավականին այսպես լարվածություն կստեղծի, որովհետև երկվորյակները սիրելի կայացներ ձեր ուրեմն 8-րդ աստղատունն, իսկ 8-րդ աստղատունը նշանակում է ստրեսներ, էքստրեմալ իրավիճակներ, անսպասելի զարգացումներ, Տուրանը հենց այդ անսպասելի զարգացումներն է բերում։ Նաև ֆինանսական ոլորտին է վերաբերվում 8-րդ տունը, հնարավոր է ինչ-որ վարկեր, պարտքեր, բիզնես, նոր բիզնես սկսեք, այդ բիզնեսի հետ կապված նոր վարկեր վերցնեք, կամ ժառանգություն ստանաք։ 8-րդ տունը շատ այսպես մեծ գումարների մասին է խոսում, այսինքն դա նշանակում է, որ մեծ գումարներ կարող եք դուք վաստակեք կամ ձեր գործընկերների դեպ կամ զուգընկերների, նույնպես նրանց եկամուտները կաճեն, կամ մեծ կորուստներ, որովհետև Ուրանը այսպես տատանողական մոլորակ է, շատ անկանխատեսելի մոլորակ է, այնպես որ հնարավոր են եւ շատ մեծ օգուտներ ունենաք եւ շատ մեծ կորուստներ։ Դրան իհարկե պատրաստ պետք է լինեք, սիրելի կարիճներ, նաեւ անշարժ գույքի հետ կապված փոփոխություններ է բերում Ուրան 8-րդ տունը կապված է անշարժ գույքի հետ։ Հնարավոր ինչ որ հիպոթեկով բնակարան ձեռք բերեք, տուն ձեռք բերեք, կամ ճամփորդություններ ավելի հաճախակի կլինեն ձեր մոտ, սիրելի կարիճներ, նույնպես 8-րդ տունը կապված է ճամփորդությունների հետ։ Նու այնպես որ դե կարիճներին շատ այսպես ասած հոգեհարազատ են այդ ցնցումներն ու փոփոխությունները, որովհետև Ուրան մոլորակը ինքնին էկզալտացվում է, այսինքն հասնում է իր գագաթնակետին եւ զորության բարձրակետին հենց կարիճ կենթանակերպում, այնպես որ դա ձեզ համար այսպես ասած սովորական երևույթ է, բայց այնուամենայնիվ սառը ցնցող կլինի ձեզ համար եւ դա իհարկե կնպաստի ավելի որ դուք ակտիվ լինեք, ավելի նախաձեռնողական լինեք, ավելի ձգտեք եւ հասնեք ձեր նպատակների։ Եվ խոսենք նաև խավարումների մասին, 4 խավարում ունենք 2026 թվականին, առաջին խավարումը փետրվարի 17-ին 2026 թվականի դա արևի օղակաձև խավարումն է լինելու 28 աստիճան ջրհոսում եւ 4-րդ ընդհանրապես գալիք տարվա ընթացքում 4-րդ տունը շատ կարևոր նշանակություն կունենա կարիճների համար եւ Պլուտոնն է այստեղ գտնվում, գիտեք որ 24 թվականի նոյեմբերից Պլուտոնը գտնվում է ջրհոսում 20 տարի շարունակ նա տարանցելու է սիրելի կարիճներ ձեր 4-րդ աստղատնով նաեւ 26 թվականի արդեն կեսերից հետո վերընթաց լուսնային հանգույցը նույնպես կլինի 4-րդ տանի, 4-րդ տունը դա հայրենիքն է, հայրենի տունն է, ընտանիքն է, անշարժ գույքն է, ընդհանրապես այն ինչ որ ժառանգվել է մեզ մեր հայրերից, հայրական գծով, եւ այստեղ ահա նոր զարգացումներ են սպասում, սիրելի կարիճներ, հենց տարվա սկզբից, որտեղ արդեն այդ օղակաձև արև է, օղակաձև խավարումը, տարվա առաջին խավարումը հենց 4-րդ տանն է տեղ ունենում, որը նշանակում է նոր զարգացումներ, նոր տուն, նոր երկիր, նոր ինչ որ հնարավոր է նոր հիպոթեկայով բնակարան վերցնեք, հնարավոր այլ քաղաքում վերցնեք, այլ երկրում տան ձեռք բերում, որտեղ ջրհոսը շատ նույնպես գտնվում է Ուրան մոլորակի վերահսկողության տակ, որը որ անկանխատեսելի զարգացումներ է բերում ծնողների հետ կապված անսպասելի զարգացումներ, նո այսինքն իհարկե պարտադիր չէ որ բացասական իմաստով լինի, նաև դրական ազդեցություն կարող է ձեր վրա ունենալ, նամանավանդ որ Ուրանը ձեր էկզալտանտն է, սիրելի կարիճներ, այսինքն նա ձեզ համար այնուամենայնիվ բարենպաստ է։ Միակ բանը, որ կխնդրեմ ձեզ, մի խուսափեք այդ փոփոխություններից, այսինքն եթե դուք խուսափեք այդ փոփոխություններից, նրանք ավելի ծանր եւ ավելի անկանխատեսելի զարգացումների պատճառ կարող են դառնալ, այսինքն ավելի բարդ զարգացումների պատճառ կարող են դառնալ։ Եվ երկրորդ խավարում 2026 թվականի դա մարտի 3-ի լուսնի ամբողջական խավարումն է 12 աստիճան կույս կենտրոնակերպում եւ ձեր 11-րդ տանը սիրելի կարիճներ, որը բերելու է ինչ որ շատ կարեւոր նվիրական երազանքի իրականացում։ Կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է նաև on-line բիզնեսի համար, այսինքն ընդհանուր առմամբ բարենպաստ են տարվա սկզբի այդ ձմեռային խավարումների միջանցքի խավարումները ձեզ համար սիրելի կարիճներ, բայց չպետք է խուսափել փոփոխություններից, չպետք է վախենալ փոփոխություններից։ Եվ ամեն բան, այսպես ասած, այդ դեպքում այդ խավարումների միջանցքը ձեզ համար նոր տրամպլին կհանդիսանա այդ դրական զարգացումների համար։
Հաջորդ կարևոր իրադարձությունը դա Յուպիտեր մոլորակի դիրքի փոփոխությունն է, որը կլինի 26 թվականի հունիսի 30-ին։ Յուպիտերը մեծաչանկության մոլորակը մուտք կգործի առյուծ, սիրելի կարիճներ, եւ ձեր 4-րդ աստղատուն։ Մինչ այդ նա գտնեք 10-րդ աստղատուն, մինչ նա գտնվելու է մինչ հունիսի 30-ը 26 թվականի նա գտնվելու է Խեցգետին կենթանակերպում եւ ձեր 9-րդ աստղատանը, որը իհարկե շատ բարենպաստ է ձեզ համար, նպաստում է ինչ-որ դրական զարգացումներին, գաղափարախոսության հետ, եթե կապեր ունեք արտասահմանների այդ կապերի ընդլայնմանը, օնլայն բիզնեսին եւ այլն եւ այլն եւ այլն, շատ բարենպաստ է, որտեվ Յուպիտերը դրական փոխհարաբերություն է կազմում մինչև հունիսի 30-ը 26 թվականի ձեր արեգակի հետ, բայց այնուհետև Յուպիտերը մուտք կգործի առյուծ, որը հրեղեն նշան է, ձեր 10-րդ աստղատուն, իսկ 10-րդ աստղատունը, սիրելի կարիճներ, դա կարիերայի տուն է, դա այն ձգտումների տունն է, որ ամբողջ կյանքի ընթացքում մենք գնում ենք այդ նպատակի իրականացմանը, հասարակական կարգավիճակի տուն է, հնարավոր է ինչ-որ նոր կացություն ստանաք այլ երկրում, տարի երկրում, հնարավոր է աշխատանք ստանաք, ավելի բարձր վարձատրվող, գործնական հաջողություններ, աշխատանքային հաջողություններ, կարիերայում հաջողություններ, բարձր պաշտոն ստանաք, խոսքով բոլոր դրական զարգացումներ, որ հնարավոր է պատկերացնել կարիերայի ոլորտում կբերի Յուպիտերը առյուծ կենթանակերպում, այստեղ նա կմնա 1 տարի շարունակ, մինչև 27 թվականի հուլիսի 26-ը կլինի առյուծում, բայց այնուամենայնիվ շատ նպաստավոր է ձեզ համար, իհարկե այն դեպքում, սիրելի կարիճներ, եթե նախորդ շրջանում, այսինքն եթե 25 թվականին դուք արդեն իսկ նախապատրաստել եք այդ փոփոխությունները, արդեն իսկ ստեղծել եք հողը, որպեսզի, այսպես պարարտ հող եք ստեղծել, որպեսզի այդ գործնական հաջողությունները կանան եւ տեղի ունենան։ Հուլիսի 27-ին 26 թվականի վերընթաց լուսնային հանգույցը կամ Ռախուն մուտք կգործի ջեր հոս, սիրելի կարիճներ, եւ ձեր 4-րդ աստղատուն, որտեղ նա կմնա մինչև ուրեմն տարվա վերջ։ Դա իհարկե մինչ հուլիսի 27-ը նա գտնվել է 5-րդ տանը ձկներում, դա ստեղծագործական հաջողություններն են, երեխաների հաջողություններն են, այսինքն այն գործողությունները, որ դուք այդ ոլորտում կձեռնարկեք, նրանք կհասնեն հաջողության։ Եվ արդեն հուլիսի 27-ից Ռախուն մուտք կգործի նպատակային, այսինքն մեր նպատակները, եթե մենք ավելի շատ ջանքեր գործադրենք տվյալ ոլորտում, կհասնենք հաջողության։ Նա մուտք կգործի 4-րդ աստղատուն, որտեղ իհարկե նաև տեղ ունեցել է այդ արևի օղակաձև խավարումը 26 թվականի առաջին խավարում Պլուտոնն է գտնվում 20 տարի շարունակ 4 տան, դա նշանակում է, որ մեծ փոփոխություններ բնակության վայրի հետ կապված, այսինքն եթե դուք բոլոր ջանքերը գործադրեք, որպեսզի դա կայանա, դա տեղի կունենա, դա կստացվի, տեղ կունենա։ Եվ անխուսափելի է, սիրելի կարիճներ, բնակության վայրի փոփոխությունը, որովհետև նախ Պլուտոնը 20 տարի շարունակ այդ 4-րդ տանն է գտնում, իսկ Պլուտոնը մեծագույն փոփոխություններ, տրանսֆորմացիաներ է բերում այն տան շրջանակներում, որտեղ նա գտնվում է, այնպես որ խուսափել չի ստացվի եւ այդ վերընթաց լուսնային հանգույցը այդ բոլոր փոփոխությունները ավելի վճռական պետք է դառնան այս 26 թվականի ընթացքում։ Եվ տան հետ կապված, անշարժ գույքի հետ կապված, բնակության վայրի հետ կապված լրջագույն փոփոխություններ են ձեզ սպասվում, սիրելի կարիճիկներ, 26 թվականի, հատկապես 26 թվականի երկրորդ կեսին։ Նո ասացինք արդեն Պլուտոնի մասին, սիրելի կարիճակներ, որ Պլուտոնը 5-ից 7 աստիճան է լինելու ջերհոսում եւ ձեր 4-րդ տանը 20 տարի շարունակ նա ջերհոսում է եւ դա մեծագույն փոփոխություններ է նշանակում հենց բնակության վայրի հետ կապված, ձեր տան հետ կապված, ծնողների հետ փոխհարաբերությունների հետ կապված, այդ բոլոր ոլորտները ենթարկվելու են արմատական ձևափոխումների։ Նու իհարկե ինչպիսի որակ կունենա այդ ամեն, իհարկե դա պետք է ձեր անհատական հորոսկոպով մենք վերլուծենք եւ նայենք եւ կապված է ձեր անհատական հորոսկոպից, որովհետեւ հաջորդը տարվա հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունները դրանք խավարումների ամառային միջանցքն է, որը ամենաբարդ խավարումով կսկսվի օգոստոսի 12-ին, արևի ամբողջական խավարումով, որը տեղի կունենա 20 աստիճան առյուծում եւ ձեր 10-րդ աստղատանը, կրկին է 10-րդ աստղատանը շատ կարևոր է,
այսինքն գործնական ոլորտը ձեզ հասարակական կարգավիճակը, ինչ որ նոր փոփոխություններ այդ կարիերայում, աշխատանքում, պաշտոնի հետ կապված, հասարակական կարգավիճակի հետ կապված, կացության հետ կապված, դա հնարավոր է եւ ամուսնություն, եւ երեխայի ծնունդ, եւ ինչ որ նոր աշխատանք, այլ երկրում աշխատանք հնարավոր է։ Նույնպես որտեվ Յուպիտերը նույնպես առյուծում է գտնում, մոտակայքում է գտնում այս խավարման։ Պես որ այս խավարումը նույնպես այդ գործնական ոլորտի մեջ է փոփոխություններ բերելու ձեզ համար։ Եվ տարվա ավարտական խավարումը 26 թվականի դա օգոստոսի 28-ի լուսնի մասնակի խավարումն է, որը տեղի կունենա 4 աստիճան ձկներում եւ ձեր 5-րդ տանը, որը կապված կլինի կրկին երեխաների հետ, ստեղծագործության հետ, շատ կարեւոր է ստեղծագործական այստեղ մոտեցումը երեխաների հետ կապված դրական զարգացումներ է բերելու, օնլայն բիզնես եւ ընդհանրապես բիզնեսի հետ կապված դրական զարգացումներ է բերելու սիրելի կարիճն, այնպես որ տարին վատը չի, բայց պետք է պատրաստ լինել անկանխատեսելի եւ կայծակնային զարգացումներին։ Այնուամենայնիվ կարիճը, քանի որ ֆիքսված նշան է, կայուն նշան է, մի փոքր խնդիրներ ունի համակերպվելու հետ այդ բոլոր փոփոխությունները, բայց եթե գիտակցաբար եք մոտենում, իհարկե հաջողությունը անպայման կուղեկցի ձեզ։ Մյուս մոլորակների հետ կապված ասեմ, որ Մերկուրին կարիճում կլինի 26 թվականի սեպտեմբերի 30-ից սկսած եւ այդ ընթացքում նա իհարկե դառնում է հետընթաց, նոյեմբերի 13-ին դառնալու է հետընթաց եւ կներեք, հոկտեմբերի 24-ից նա դառնալու հետընթաց եւ կանգ է առնելու նոյեմբերի 13-ին, այսինքն այդ ընթացքում երբ նա ընթանալու է կարիճ կենթանակերպով մինչեւ նոյեմբերի 13-ը 26 թվականին նա լինելու է հետընթաց եւ աղեղնավոր կմտնի միայն 26 թվականի դեկտեմբերի 6-ին։ Դա նշանակում է, որ այդ ընթացքում ինչքան որ դուք ցանկանաք արագ այդ փոփոխությունները տրանսֆորմացիաներ լինեն սիրելի կարիճներ, անհամբեր լինեք, այնքան ավելի կուշանան այդ փոփոխությունները, դա հատկապես վերաբերում է տարվա երկրորդ կեսին, դա այնպես որ տարվա սկզբին իհարկե ամեն բան շատ արագ է ընթանալու, բայց այս հետընթաց Մերկուրիի պարագան, որ ընթանալու է ձեր կենթանակերպով, հենց ձեր ծննդյան օրերի ընթացքում դա մի փոքր կդանդաղացնի այդ բոլոր փոփոխությունները դրական Մարս մոլորակը կարիճում չի լինելու, որտեղ արդեն 25 թվականին նա անցել է կարիճ կենթանակերպով եւ Վեներան, սիրելի բարեկամներ, սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներան կգտնվի կարիճում 26 թվականի դեկտեմբերի 4-ից սկսած եւ մինչեւ տարվա վերջ։ Դա շատ բարենպաստ է, թե ֆինանսական տեսանկյունից, թե գործնական տեսանկյունից, հատկապես եթե զբաղված եք սիրո եւ գեղեցկության ոլորտներում, շատ նոր հաճախորդներ, եկամուտներ եւ այլն եւ այլն։ Ու իհարկե նաեւ ձեր անհատական այդ գրավչությունը կաճի սիրելի կարիճներ, անկրկնելի մոգական այդ գրավչությունը, որ ունեն կարիճներ, իհարկե կընդգծվի։ Լավ է նաեւ անձնական հարցերը կարգավորելու համար։ Եվ վերջում անդրադառնանք նաև Սև լուսինը վերջապես լքում է կարիճը 25 թվականի դեկտեմբերի 20-ին, դա գիտեք, եւ մուտք է գործում աղեղնավոր, որը կարիճի համար երկրորդ աստղատուն, այսինքն սա ֆինանսական խնդիրների մասին է խոսում։ Բայց պարտադիր չէ դուք ունենաք փողի պակաս, ընդհակառակը Սև լուսինը երբեմն տալիս է փողի ավելցուկ եւ ահա այդ ավելցուկի դուք չեք իմանա թե ինչպես ճիշտ վարվեք։ Այս սա ամենակարևոր զգայթակղությունն է Սև լուսնի, որտեղ որ աստղատնով նա տարանցում է, ահա այդ ոլորտում նա այդ գայթակղությունը ստեղծում է։ Ծախսեմ հիմա թե այլ կերպ վարվեմ, դա շատ կարևոր հարց է, եւ իհարկե այդ հարցի ճիշտ լուծումից ամբողջ տարվա հաջողությունն է կախված, սիրելիներս, նաեւ աղեղնավորը կապված արտասահմանի, դա ներդրումներ արտասահմանում, նույնպես պետք է ճիշտ ներդրումներ կատարել, դա շատ կարևոր է, եթե ցանկանում եք լավ արդյունքի գալ եւ կորուստներ չունենալ։ Սև լուսինը աղեղնավորում կմնա մինչեւ 26 թվականի սեպտեմբերի 14-ին, որտեղ կմտնի այդ ծեղջուր եւ ձեր երրորդ աստղատուն, որը կապված է ճամփորդությունների հետ, կարճ ճանապարհների հետ, բամբասանքների հետ, հարևանների հետ, մոտակա միջավայր, այսինքն արդեն
տարվա վերջում 26 թվականի ավելի շատ այդ ակցենտը սև լուսնի այդ խնդիրների կտեղափոխվի դեպի միջավայր, դեպի հարևաններ, բարեկամներ, քույրեր, եղբայրներ, հա, այստեղ կլինի խառնաշփոթը։ Ահա այսքանը սիրելի կարիճներ այն մասին, թե ինչ է ձեզ մեզ սպասվում 26 թվականի ընթացքում, կարծում եմ շատ հետաքրքիր, դինամիկ, ակտիվ, անկանխատեսելի հետաքրքիր զարգացումներով լի տարի է լինելու եւ ես ես ցանկանում եմ ֆանտաստիկ 2026 թվական, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերցյանի իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ հետեւեք ինձ նաեւ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Տեսություն կհանդիպ